25 մայիս 2022-ին Երևանի մեջ ընթացք արավ համասկային հայ-գրթական եւ մշակութային միության 9-րդ պատգամավորական ժողովը, որուն իրենց մասնակցությունը կբերեն աշխարհի 15 տարբեր երկիրների եկած ավելի քան 65 պատգամավորներ։ Հայ Հորիզոնի Հայաստանի խմբակը այսօր այցելեց այստեղ ցեզի ներկայացնելու համասկայինի 9-րդ պատգամավորական ժողովը։ Անցնող քարամիակը Պակինի համար իրականության մեջ եղավ վերելքի շրջանը, որովհետև գրցանք իրականացնել տարբեր ծրագրեր։ Առաջինը այն էր, որ իրականություն դարձավ Պակինի գայքեչի ստեղծումը եւ ամբողջ արխիվի թվայնացման աշխատանքը ամբողջացավ։ Երբ գսեմ Պակինի թվայնացման աշխատանք, նկատի ունիմ, որ Պակինի արխիվը 1962-ին սկսյալ 38,000 էջեն ավելի, ինչ որ մեզի համար մեծ հարստություն մնե։ Այս մեկը մեկ։ Երկրորդը Պակին անխափան շարունակեց դպվել իր 4 կողմ հավաքելով սպյուրքի զանազան շրջաններեն քրողներ։ Մենք մեր 60-ամյակի առիթով ստեղծեցինք նաև մատենաշարը եւ շուտով այդ մատենաշարը ընթացք պիտի առնե եւ մեր առաջին ծրագիրը պիտի ելա եկող դարվան ընթացքին ամբողջացնելիք։ Մեր հաջորդ ծրագիրը նաև այն է, որ 2022-ի հոկտեմբերին Հայաստանի մեջ կայանալիք Քիրքերու ցուցահանդեսին Book Fair Armenia-ին պիտի մասնակցի Պակինը իր հրադարագություններով, այսինքն թե ներկայացնելով Պակինը եւ թե մեր մատենաշարի առաջին հադորը, որ պատրաստության մեջ է, եւ գխորինք, որ մինչեւ Քիրքերու ցուցահանդես այդ մեկը պիտի լույս տեսնե։ Այդ բոլորեն անգախ Պակինը նաեւ ունի առաջադար թեր Հայաստանի մեջ ծանոթացնելու սպյուրքահայ այսօրվա գենթանի քրագանությունը եւ այդ պատճառով 60-ամյակի առիթով որոշեցինք այդ քրագան մթնոլորտին մեջ ու արդեն կհավաքվին քրասերներ, քրագանակետներ, ընթերցասերներ գազմագերբել սպյուրքյան քրագանության լսումներ ուր ներգալան սպյուրքահայ քրողներ եւ դեղի ունենա սպյուրքահայ քրագանության ծանոթացում եւ քննարկում։ Մեր համագործակցությունը հրադարակչական եւ գերբարվեստի բնակավարներու մեջ միշտ արգա է Հայաստանի հրադարակչատուներուն եւ արվեստագետներուն հետ եւ այս իմաստով մենք կփորձենք առավելագույն չափով ոչ թե միայն հայրենի արվեստագետները ծանոթացնել մեր հասարակության, այլ փոխադարձաբար նաեւ այս օրերուն այս պատգամավորական ժողովի զուգահեռ դեղի կունենա Արմենիա արտվերը, որուն համասկայնի լույսիտունջան ցուցասրահը մասնակցի եւ այս անգամ արաբ եւ հայ նկարիչներով սպյուրքահայ, ինչ որ հայ եւ արաբ մշակութային հարաբերություններուն գուտա որակական նոր սենք թիմակից։ Հետևաբար այս է ընդհանուրը եւ անշուշտ հուսանք, որ հարաճիգա օրերը գտարնան ավելի բարենպաստ եւ մենք կշարունակենք հայ գիրի քրագանության եւ արվեստի հանդեպ մեր ծառայությունը։ Համասկային սպյուրքին մասնավորապես մեր շրջանին շատ կարևոր դեր կգադարի, որ հայաբահմանման, հայալեզվի լեզվակեդական, լեզվի բահբանելու համար կարևոր դեր կգադարի մեր քաղաքներում մեջ։ Համասկայինը գվարե մի քանի հատ բարախումբ, երջախումբ եւ ուրիշ տեսակի ծրագիրներ եւ նաեւ պետակ ճամփարը, որ նորը սկսավ 2 տարի առաջ, որ դեղի պիտի ունենա Ֆիլադելֆիա շրջանի մեջ։ Ժողովը կարևոր է մեծ ներդրում պիտի ունենա աբակային մեր աշխատանքը առաջ տանելու ամբողջ համասկային մասնաճյուղերուն աշխարհի շուրջ եւ ուրախ եմ, որ գցա մասնակցել այս մի քանի օրը եւ մեր շրջանի բանջները առաջ տանել այս ընդհանուր ժողովի ընթացքին։ Պետք է ասել, որ այս ժողովները ինքնին իրենց էյությամբ գտրսևորեն բոլոր շրջաններու պատկերը։ Այս իմաստով մեր ներկայությունը, Սուրիո շրջանի ներկայությունը կարևոր էր, հակառակ բոլոր դժվարություններուն մենք ամեն դժվարություն շրջանցեցինք եւ գրցանք ներկայալ
այս ժողովին։ Գուսանք, որ այս ժողովին կվերադառնանք դրական արդյունքներով, մեծ հույսեր ունենք եւ պետք է ասել, որ Սուրիո շրջանը իրականության մեջ վերջին շրջանին հատկապես մեծ թափով իր աշխատանքները կշարունակե, ունենք 5 մասնաճյուղ Սուրիո տարածքին, Կամշլի, Հալեբ, Լատաքիա, Քեսապ, Դամասկոս եւ 4 միավորներ, հիմնական միավորներ, որոնք կգործեն Հալեբի մեջ։ Առաջինը պետք է հիշեմ Հալեբի հայագիտական հիմնարկը, որ եթե ասեմ միջին արևելքի մեջ, բայց իրականության մեջ Սփյուռքի տարածքի միակ գործող Կարամիա ծրագրով միակ հիմնարկն է։ Այս ժողովը, որ ամեն 4 տարի կգադարվի Հայաստանի մեջ, շատ կարևոր է մի քանի պատճառներով։ Առաջինը արիտ է, որ համասկայնի զանազան շրջաններ են աշխարհին 4 կողմեն, կողքովի կանք, լսելու իրար ծրագիրները եւ հասկանալ, որ ինչ են հարցերը զանազան քաղաքներում մեջ, որովհետեւ դժբախտաբար արիտ չլար այս 4 տարի են դուրս կողքովի կալ։ Ատկեզատ կարևոր է, որովհետև կքննադատենք համասկայնի ամենաբարձր մարմինը կենտրոնական վարչության 4 տարվա աշխատանքները եւ աբակա ծրագիրը կպատրաստենք եւ արիտ կլա, որ մեր շրջաններու ներկայացուցիչները ցայն ունենան այդ որոշումներում մեջ գշրաթադելով եւ քննադատելով ինչ են ամենակարևոր հարցերը մեր քաղաքներուն համար եւ ինչպես կրնանք հաղթահարել այդ հարցերը կենտրոնականի միջոցով։ Լիբանանի եւ Լիբանանի պատվիրակության ներկայությունը իսկապես որ խրախուսիչ է, ինչու համար վերջապես դուք գիտեք Լիբանանից վերջին տարիներուն որքան համաճարակի, այսպես դժվարություններով եւ մտահոգություններով լեցուներ, բայց նաեւ շարունակվող լիբանանյան տնտեսական տագնապի։ Հետևաբար այս ժողովները գուքան եւ հատկապես համասկայնի ասպարակային նլալով այս համասկայնի պատկամավոր մեր ուսերուն վրա նաև այսպես առավել փերմը գուտա, որ այդ աշխատանքը մենք շարունակենք Լիբանանի մեջ։ Մեր մտահոգությունը ներկայացնենք, բայց մտահոգության կողքին չմնանք, մտահոգությունը վեր փարսանալով լարված եւ թրական գառուցողական մոդեցումով մեր աշխատանքը շարունակենք մեր շրջանի մեջ, Լիբանանի շրջանի մեջ, որտեղ Լիբանանի շրջանը եւ Լիբանանի մեջ եղող աշխատանքը իրապես որ իր կարևոր այսպես կենտրոնական դերը եւ թերը ունի Լիբանանի եւ նաեւ ընդհանրապես մեր բոլոր ծրագիրներուն։ Հաջողություն բոլորիս։ Համազգայինի պատգամավորական 9-րդ ժողովը պիտի արձանագրեմ, գոհունակությամբ արձանագրեմ, որ անցավ բովանդակալից քննարկումների կառուցողական մթնոլորտում, ինչը շատ գնահատելի է։ Հանգամանքի բերումով մասնակցելով ժողովին պիտի նաև խոստովանեմ, որ յուրովի նոր լույսի ներքո ինքս իմ համար բացահայտեցի համազգայինը իբրև հայ կրթամշակութային միություն եւ ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ անցնող քառամյակում հակառակ են բոլոր դժվարություններին, համավարակ, պատերազմ, Սիրիայում եւ Լիբանանում բազում տագնապներ, Արցախում, Հայաստանում, համազգայինը այնուամենայնիվ կարողացել է այդ ժամանակահատվածում մեծածավալ աշխատանքներ իրականացնել եւ հուսով եմ, որ գալիք քառամյակում ավելի բարենպաստ պայմանների մեջ համազգային հայ կրթական մշակութային միությունը ի վիճակի է լինելու ավելի մեծ ծավալով, ավելի մեծ աշխարհագրությամբ աշխատանքներ իրականացնելու, որովհետև համազգայինը ըստ էության յուրօրինակ մշակույթի եւ կրթության նախարարության դեր է կատարում Սփյուռքում ինչու ոչ նաև Արցախում եւ Հայաստանում որոշակի գործունեություն ծավալելով, բայց գերազանցապես կենտրոնանալով Սփյուռքահայ գաղթօջախներում եւ կարծում եմ այն բոլոր նոր ծրագրերի, գաղափարների, առաջարկությունների շրջանակը նկատի ունենալով, որ քննարկվեցին եւ նաեւ հաստատվեցին, վավերացվեցին իբրև բանաձևեր այս ժողովի ընթացքում, դրանք հիմք կհանդիսանան, որ նորընտիր վարչությունը կարողանա աշխատանքները
ճիշտ հունավորել, կազմակերպել եւ առարկայական արդյունքներ ունենալ։ Ասեմ, որ պատկանավորական ժողովները որոշումներ եւ ուղղություններ գծելու գողքին ունի նաեւ ավելի կարևոր գարձեմ բարձրականությունը, որ համասկայնականները, որոնք ընդհանրապես գրեթե բոլորը իրար չեն տեսներ այլ արիտներով, այստեղ 3 օրվա, մի քանի օրվա ժամատրավայր մնե, միասին կխոսին, միասին գորոշեն, միասին կգրվին եւ վերջի վերջո գուկա հաջորդ կարամյակի ընելիքի ասենք ուղղությունը վերնակիրները ընդհանուր ծրագիրը, բայց խորքը կմնա անշուշտ նույնը, որն է զարայել հայ գրթության, հայ մշակույթին եւ երբ պետք կլա նաեւ հայ տադի մշակութային ջամփով։ Համասկային գրթական եւ մշակութային միությունը լալով ամենեն շատ կսպաղի գրթական հարցերով եւ մշակույթի բահբանման եւ դարացման խնդիրներով այս ժողովը հատկանշվեցավ մասնավորապես անով, որ ինչպես կարելի է Հայաստանի մեջ եւս համասկայնի կորձունեությունը, որ առայժմ գդարվի համասկայնի Երևանի գրասենյակի ջամփով, ինչպես նաեւ Արցախի գրասենյակի ջամփով, այդ երկու գրասենյակներու ջամփով մեր դարածած կորձունեությունը ավելի եւս ընդլայնել, դարաձել եւ ավելի լայն մասաներու հասնել համասկայնի ուրեմն հաջողությունները եւ նվաճումները հասցնելով ժողովրդին։ 2018-2022 դարիներուն Կարամյակը բավական ծանր, դժվար եւ դակնաբալի էր բոլոր մագարտակներուն վրա։ Նախ եւ առաջ վարձ կգադար գսեմ նախորդ համասկային նախորդ գետրոնական վարչության եւ հաջողություն կմաղթեմ նորընտիր վարչության եւ գհուսանք, որ հրաչիգա Կարամյակին մեր դժվարությունները հետս հետե կնվազին։ Իբրև համասկայնի մեր Անկոն եւ Հայկ Արսլանյան ջեմարանի դնորենուհի բնականաբար մեր դժվարությունները հասցուցինք այսօրվա ժողովին եւ աշխարհ սփյուր մեր պատգամավորները դեղեկացան մեր դժվարություններեն եւ բնականաբար մեծ հույսերով եւ լավադես պիտի վերադառնանք Բեյրութ, Լիբանան ամեն ջիկ տապելով, որ համասկայնի մեր Անկոն եւ Հայկ Արսլանյան ջեմարանի աշխատանքները նույն գորովով, նույն թափով շարունակեն հրաչիգա Կարամյակին եւ միշտ։ Ժողովի ավարտին Հրաչիգա Կարամյակին համար ընդրվեցավ նոր գետրոնական վարչություն հետևյալ ձևով. Լիբանանեն Զաքար Քեշիշյան, Սեբո Այնտաբլյան, Արա Քևորքյան, Հրայր Քևորքյան, Թամար Դերբեդրոսյան, Հայաստանեն Արդաշես Շահբազյան, Կանադայեն Լորիկ Ձադուրյան, Թամար Դոնաբեդյան, Ֆրանսայեն Ասմիկ Շահինյան, Սուրիայեն Գարո Մանջիկյան, Ավստրալիայեն Հերոս Գրիգորյան, Արևմտյան Միացյալ Նահանգներեն Դիքրան Բաբիկյան եւ Արևելյան Միացյալ Նահանգներեն Արևիկ Գաբրիելյան։ Մենք հաջողություն կմաղթենք համասկայնի նորընտիր գետրոնական վարչության, ինչպես նաեւ համասկայնի աշխարհասփյուր մեծ ընտանիքին, իրենց կորձունեության եւ իրենց առաքելության մեջ։ Ցեզի Էդեր, Մշտե Մգրդիչյան, Հայ Օրիզոն, Հայաստան։